Կոմենդացիան ուզում էի մի փոքր տարվա վերջում կարճ ամփոփում անեինք տնտեսական առումով այս տարի մենք ինչ փոփոխություններ ունեցանք 2025 թվականին, ինչ փոխվեց տնտեսության մեջ։ Տնտեսության մեջ որ ասեմ ինչ-որ բան է փոխվել, չէ, ընդհանրապես բևեռացումն է ավելի խորացել։ Էս է խնդիրը, բյուջեն աճում է, հնան աճում է, չէ, բայց թոշակները չեն աճում։ Այս կարևորագույն խնդիրը է դա, այսինքն այն աղմուկը, աղաղակը, իրանց գովաբանելու այդ ամբողջ բաները, կրկեսային միջոցառումները, որ դնում ենք մի կողմ, չէ, տեսնում եք, որ թոշակառուն այդ 660,000 հոգին ոնց աղքատ ապրում են, հացի փողին ոնց ասած կարոտ, հենց էլի մնում են կարոտ։ Իսկ այդ բենզինի ներկրում, հացատիկի ներկրում, դրանց փոխարեն կարող են նրանք փիղ ներկրել։ Մի 10 օր ընդհանրենք դրա մասին խոսային։ Մի 10 օրից կարող է ընդհանրենք կոկորդիլոսներ ներկրել։ Էլի ժամանց էլի խոսային։ Բայց իրենք ասում են մենք բենզին ներկրեցինք եւ բենզինը այս պահին վաճառվում է 420 դրամով, եթե չեմ սխալվում։ Այդ բենզինի վաճառքը դա մեկ անգամվա օպերացիա է։ Այդ օպերացիան ինքը քաղաքական աստառ ունի, դա որպես տնտեսական ընդհանրենք թեմատիկա ուսումնասիրելը ժամանակի զուտ կորուստ է։ Իսկ այդ էժանացման խնդիրը կարող են ավելացած արժեքի հարկի մեջ որոշակի արտոնություններ կիրառեին էներգակիրների շուկայում, չէ, օրինակ գարնանը հատկապես կարող են կիրառել, այդ հարցը էլի կկարգավորվի։ Դա ոչ մի բան է։ Դա ասած կեղծ օրակարգն է, որ մեզ հրավիրում են կեղծ հիմար օրակարգների մեջ, որովհետեւ մենք ինչ-որ բաներ անենք, հակադարձներ կատարենք։ Այսինքն 2025 թվականի վերջն ենք արդեն հասել, մենք տնտեսական աճ ունեցանք ի վերջո։ Իրանք ասում են տնտեսական աճը 8% է, հիմա, ես էլ ասում եմ 8 չի, այլ 27% է։ Ինչի համար եմ ասում, որովհետև եթե սուտ են խոսում, լավ ընդհանրենք երկանիշ թիվ ասենք։ Հետո այդ վիճական ազգային ծառայության ամբողջ թվական շտեմարանները կեղտիկ։ Բայց ինչի հիման վրա են իրենք այդ հաշվարկները իրականացնում, եթե ամբողջ թղթերը բոլորը կարող են տեսնել եւ իրենք հաշվել եւ Դուք այդ թղթերը չեք տեսնի, որովհետև մեթոդաբանության փոփոխություն է լինում։ Մեթոդաբանության փոփոխություն է կատարել, ընդհանրենք նայեք աղքատության հաշվարկի, չէ, այդ հաշվարկի մեթոդիկան փոխել են, դրանով նախորդ թվականների հետ համադրելու հնարավորություն այլևս չկա։ Հասկացաք դա ինչ է կատարում։ Այդ ընդհանրենք հնարավոր ներդրողների կամ ուսումնասիրողների դրանց ոնց որ այդ թեմայից հեռացնում են տեխնիկական գործիքները։ Պարոն Կոմենդացյան, իսկ ինչ է կարծում 2025 թվականին մենք ունեցանք բազում ներդրողներ, որոնք ուզեցին գալ եւ Հայաստանում ներդրումներ անել, թե ամեն դեպքում խուսափում էին այստեղ ներդրումներ կատարելուց։ Ուղիղ ներդրումներ չկան, ով ասում որ ուղիղ ներդրումներ կան, Հայաստան ստում է։ Եթե ներդրումներ եղել են, ներդրումների մի զգալի մաս եղել է արդեն ներսում գործող բնական մենաշնորհների կազմակերպությունների չբաշխված շահույթը ընդհանրենք նորից ձեռնարկության մեջ վերազինման իմաստով ներդնելը։ Բայց ինչով է պայմանավորված, եթե հաշվենք մնացած տարիներին ներդրումներ կատարվում էին Հայաստանում, հիմա ոնց որ թե այդքան աճ չունենք։ Չէ, այս 18 թվականից հետո ներդրումների հոսքը սպառվել է, պարզապես գոյություն չունի, մանավանդ արտասահմանյան ուղիղ ներդրումներ չկան, ու բանը, ով խոսում է, որ ներդրումները կան, ներդրում միջավայրը բարելավել է, այդ մարդիկ ստում են, դրանց խորհուրդ կտանք ընդհանրապես հեծի ամբողջ պատմությունը ընդհանրենք այս միջև ընդհանրենք բկետը ուսումնասիրել։ Իսկ 2026 թվականին ինչ է կարծում, որ ոլորտներում որտեղ թանկացումներ կլինեն եւ ինչ կսպասվի մեզ։ Թանկացումները լինելու են շինարարության մեջ, այդ առաջին, որտեղ պահանջարկ դեռևս կա, անհատ մարզերում հիպոթեքի այդ օրենքը գործելու է, այդտեղ է լինելու մեկ էլ ծառայությունների բնագավառում։ Ինչով է պայմանավորված։ Պայմանավորված է, ասեմ, պահանջարկով, բնականային շինարարության նկատմամբ պահանջարկով, այդ առաջին ծառայություններն էլ կբարձրանա գները, որովհետև ամենայն դեպս արտաքին туриզմի բանկա սպասվող բարձրացումը ակնկալվում, այդ իմաստով որոշակի մուտքերը պետական բյուջեի կաճեն։ Իսկ տնտեսության ոլորտով օրինակ ցորենի, բենզինի ներկրումները ըստ ձեզ ոչ մի բան է։ Դրանք ոչ մի բան են, այդ հացահատիկների ներկրումը դա տնտեսական ոչ մի բան էլ չի, դա զրո է։ Ասորեմ, տեսաբաններով հավաքվեն, ընդհանրենք ինչ-որ մեկի կոշիկի ներբանների մասին լուրջ դեմքով խոսան, դա ոչ մի բան է։ Դա անասնակեր, որ չլինի, պրոբլեմ չկա։ Մսի ընդհանրենք արտադրությունը խթանելու դա միտում չունի,
դա ընդհանուր քաղաքական ենթատեքստով գործարքներ է։ Դուք նշում եք, որ անասնակեր է, բայց մարդիկ ասում են, իշխանության ներկայացուցիչները ասում են, դուք դրանից պատասված հաց եք կերել արդեն իսկ։ Դե գլուխը պատին է տալիս։ Ինքը որ անասնակեր է ուտում ու հերոսացիչի մոտ ինչ որ խոսում է, գլուխը պատին է տալիս։ Որ ասում է, ես էլ եմ կերել, դուք էլ եք կերել։ Չէ, բան էլի, անպատկառություն էլի։